Օրհնյալ եղերուկի շնորհացու փոխույն եւ ցայքի խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ եւ ընդամենեսյանցդ ամեն։ Ամեն։ Աստված պահապանի բոլորիս ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզ ձեր ներկայությունը բերելու համար։ Գիտեք, որ արդեն վաղ առավոտից ամբողջ համացանցով տարածված է, որ սույն թվականի փետրվարի 1-ից այլևս զինված ուժերի ոգևոր առաջնորդությունը դադարում է իր ծառայությունը բերելու զինված ուժերից ներս։ Դադարում է իր ծառայությունը բերելու, բայց չի դադարում իր աղոթքները շարունակելու մեր բանակի համար, մեր սահմանների համար, մեր սահմանապահ զինվորների համար, մեր հրամանատարների համար։ Նրանք շարունակեն կմնան միշտ մեր ընկերները, մեր եղբայրները, որոնց համար մենք մշտամանակ կերպով կաղոթենք։ Դուք էլ ձեր աղոթներում միշտ հիշեք մեր բանակին, մեր զինվորներին, մեր հրամանատարներին, խնդրենք Աստծուց, որպեսզի տա աստվածային են մեծ իմաստությունը, որպեսզի կարողանան իրենց վստահված հավատավոր զորքին ճշմարտության ճանապարհներով առաջնորդել, արդարության ճանապարհներով առաջնորդել, ինչե որ կգա այն բաղձալի օրը, որ մենք նորից բարձրացնենք կենաց մեր բանակի հաղթանակների համար։ Աստված պահապանամենքի սա հոգևոր պատերազմ է եւ առանց Աստծո, առանց Հիսուս Քրիստոսի չենք կարող այս պատերազմը հաղթել։ Մնանք հավատարիմ մեր Տիրոջը, մնանք հավատարիմ մեր առաքելական Սուրբ եկեղեցուն, որպեսզի Քրիստոսով, ոնց որ Քրիստոս հաղթեց մահվանը եւ ասաց մեզ հաղթեցի աշխարհին, մենք էլ Քրիստոսով կհաղթենք չարին իր բոլոր ներկայություններով։ Աստված պահապանամենքից հարատև աղոթեցեք, արթուն կացեք։ Շնորհակալ եմ բոլորին։